Մադանը մի ժամանակ մարդաշատ էր իր հիվանդանոցով, 3 դպրոցներով, կապի ու խնայբանկի մասնաճյուղերով։ Ալավերդու քաղաքային կյանքին ոչինչով չէր զիջում։ 1770-ականներին վրաց Հերակլ II թագավորի կողմից Պոնտոսից հրավիրված հույներն այստեղ հիմնական բնակություն էին հաստատել ու համարվում են լեռնամետալուրգիայի հմուտ վարպետներ, մետալուրգներ, հանքափորներ։ Հետո եկան 1990-ականների տնտեսական դժվարությունները ու Մադանը գրեթե դատարկվեց։ 85-ամյա Վարվարա Ապոստոլովան Մադանի թերևս ամենատարեց բնակիչն է։ Միայնակ կնոջը հարևանի տանը գտանք, քանի որ մենակ ձանձրանում է, մեկ-մեկ տնից դուրս է գալիս, շփվում հարևանների հետ։ Կարոտով են հիշում անցած տարիները, երբ գյուղը շեն էր ու մարդաշատ։ Ով իմանար Մադանը այսենց պետք է ժողովուրդը բոլորը կնար։ Հույներ էլ կար ստեղ, թուրք էլ կար, հայեր էլ կային, վրացի, ռուս, ստեղ ապրեին։ Բոլորս էլ մենք նույնն էինք, բալ ացում չենք նա ուրիշ շատ կայից, մենք բոլորն էլ նույնն ենք ապրեինք, այնեց յոլա լավ կնում էինք, շատ լավ։ Մադանում հույներ դեռևս մնացել են 5-6 ընտանիքներ, հիմնականում ծերեր, պատմում է 85-ամյա Վարվարա Ապոստոլովան։ Վարվարա տատը թվարկում է այն հիմնական խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մադանցիներին։ Դրանցից խմելու ջրի խնդիրն է առանձնացնում։ Առաջ լավ էր, այս Մադանը ժողովուրդը լիքն էր, ավտոբուս ունեինք, օրը 6 անգամ կնում գալիս էր ավտոբուս, ներքև մեր տղեքը, բարեկամները բոլորը կնում էին զավոտ, աշխատում էին, գալիս էին, ապրեին շատ լավ։ Ջուրը ինչա, ջուրն էլ է կնում ենք, որտեղի ջուր կա, բերում ենք, ջուր չունենք, էտա։ Այդտենց հիմա ապրում ենք։ Ով պետք է սարքի, տերուտիրական կա, բալամ, տերուտիրական չի կա, դրա համար էլ ով մոտիկա ջրի նրանք ունեն։ Վարվարա տատը մեկ դուստր է ունեցել, վերջինս հիվանդության պատճառով մահացել է։ Թոռներն էլ Հունաստանում են, նրանցից նորություններ տատն իմանում է Հունաստանից Մադան եկող գնացողներից։ Մենակը հա, այս ծանը մեջի կուկու կանչում եմ, ինչ անեմ, ենեցա, հա։ Ես շատ իմանեի աշխարհքը երկինքս պետք է լինեն բարեկամները, քոչել են Հունաստան գնացել են, ով կարողացել է գնացել է, իմ երեխեն էլ եթե սաղ լիներ, մենք էլ պետք է գնայինք, որ իմ երեխեն էլ ամբախտացել է, տենց ա եղել, էտա ես էլ մնացել եմ։ Չնայած տարիքին Վարվարա տատն իրեն շատ առույգ է զգում և պարապ չի մնում, ասում է, որ այգի ունի, որը պարտադիր մշակելու է նաև այս տարի։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։